Բարև ձեզ, Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ ՀՅԴ Գերագույն մամլի ներկայացուցիչ Հայաստան դաշինքի ցուցակով երկրորդ համար Իշխան Սաղաթելյանին։ Պարոն Սաղաթելյան, շնորհակալ եմ իմ հրավերը չմերժելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Արդեն 20 օրից ավելի է քարոզարշավը ընթանում է, ինչ ցուցանիշներ ունի Հայաստան դաշինքը։ Ակնհայտ է, որ մեկնարկային կետից այս քարոզարշավի ընթացքում մեր հանդիպումների, շփումների մեջ նկատում ենք կայուն աճ եւ բավականին ինտենսիվ տարբեր ուղղություններով, եթե նկատել եք, մենք միաժամանակ նաեւ 3 ուղղություններով օրեր են լինում, որ ընտրարշավ ենք իրականացնում։ Մաքսիմում հանդիպել մեր քաղաքացիների հետ, մեր տեսակետները տեղ հասցնել, ներկայացնել երկրում ստեղծված իրական վիճակը եւ պատկերը, դրանից դուրս գալու հնարավորությունները այս ընթացքով բավականին ինտենսիվ տեմպով ընտրարշավ ենք իրականացնում։ Շանս կա ընդդիմությանը հաղթելու հունիսի 7-ի ընտրություններում։ Ինչպես միանշանակ կա եւ բոլոր հնարավորությունները կա, որպեսզի ընդդիմությունը միասնական հաղթանակ ունենա։ Ակնհայտ է, որ չկա որևէ առանձին ուժ, որ միայնակ կարողանա ձևավորել հաջորդ իշխանությունը եւ ակնհայտ է, որ ընդդիմության միասնական քվեն ավելի բարձր է, քան գործող իշխանությունը։ Առաջիկա շաբաթը շատ վճռորոշ եւ կարեւոր շաբաթ է, պետք է կարողանանք տեմպը պահել, ավելացնել եւ վերջնական ազատվել այս չարիքի իշխանությունից։ Ինչ վճռորոշ բաներ կարող են տեղի ունենալ առաջիկա շաբաթում, նույն այն մարդկանց վրա ազդելու համար, ովքեր չեն պատրաստվում գնալ ընտրատեղամաս։ Ողջունում ենք բոլոր այն կազմակերպություններին, անհատներին, կամ նաև քաղաքական ուժեր, ովքեր ընտրություններին չեն մասնակցում, ովքեր շատ ակտիվ ընտրությունների մասնակցության քարոզ են իրականացնում, բացատրելով մարդկանց ընտրության մասնակցելու կարևորությունը, անհրաժեշտությունը։ Այս իմաստով մենք եւս մեծապես կարևորում ենք եւ մեր ընտրարշավի մի մասը հատկացնում ենք նաև մասնակցության բարձրացմանը եւ մեր քաղաքացիներին փորձում ենք առավելագույնը տեղ հասցնենք, բացատրենք, որ իրենց մասնակցությունը կարևոր է։ Իրենք պետք է տեր կանեն իրենց երկրի ճակատագրին, իրենց երկրի ապագային եւ թույլ չտան, որ փոքրամասնությունը որոշի իրենց փոքրամասնություն ասելով նկատի ունեմ Հայաստանի քաղաքացիների ավելի փոքր ծավալով մասնակցությունը, ոնց որ տեղ ունեցավ Երևանում, որոշի իրենց ապագան եւ առաջիկա 5 տարվա ու առասարակ այս ընտրություններից միայն 5 տարվա ճակատագիրը կախված չէ, այլ երկրաժամկետ երկրի ուղղության մասին է խոսքը։ Այս իմաստով մի խոսքով մենք մեծապես կարևորում ենք մասնակցության բարձրացումը եւ մեր քաղաքացիների հետ այդ ուղղությամբ աշխատանքը եւս ու կարծում եմ, որ այս անգամ ընտրություններին ավելի բարձր մասնակցություն կլինի, քան 21 թվականի ընտրությունները։ 21-ին 49% ընտրողների իրավունք ունեցողների ինչ զուգահեռներ կան, որ կարելի է տանել 21 թվականի ու 26 թվականի ընտրությունների միջև տարբերությունները որոնք են։ Իշխանության համար մի փոքր բարդ է իրավիճակը, որովհետև մեկ անձի շուրջ չի բևեռացումը, այլ մի քանի ընդդիմադիր լիդերների մնացած ինչ մեխանիզմներ։ Նախ այո, քաղաքական պատկերը տարբեր է, դաշտում կան նաև նոր խաղացող ուժեր։ Այս իմաստով այո 21-ից տարբեր է։ 21-ից տարբեր է նաև այն իմաստով, որ մենք 21 թվականին ընտրությունների գնացինք պատերազմից 6 ամիս հետո նման պայմաններում եւ բավականին ծանր հոգեբանական պատերազմից հետո այդ իրավիճակում։ Հիմա վիճակը այլ է, այսինքն շոկային պայմաններում ենք մենք 21 թվականին գնացել ընտրության։ Այն իշխանությունը, որ 21 թվականին պատերազմից հետո մի շարք խոստումներ էր տվել վերականգնվելու ընդཐུպ, հիշում եք, Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի մասին էր խոսում։ Խաղաղության դարաշրջանից էր խոսում, որ 21 թվականից հետո եւս 2 ըստեյության պատերազմ տեղի ունեցավ, նոր զոհեր, կորուստներ, ողբերգություն, Արցախի էթնիկ զտում։ Այսինքն այս անգամ ակնհայտ է, որ երրորդ անգամ իշխանությունը մեծ դժվարություն է ունենալու մարդկանց խաբելու։ Եվ նաև կա քաղաքական հասարակական ակտիվություն, մենք դա տեսնում ենք։ Սրա կողքին միաժամանակ, բայց կա սարսափելի վախի մթնոլորտ երկրում։ Խայտառակ մի բան, որ երբեք սզբան չի եղել, այո։ Այս իշխանությունը կարողացել էր կեղտոտ տեղեկատվական հաբեկչական համակարգով ու շարունակ ապօրինի գործողություններ իրականացնող ուժային կառույցներով Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ արտահայտության
վրա կամ տրամադրության վրա, ընդհանուր ազատ տեղաշարժի վրա ազդեցություն ունենալ, որովհետև մենք ինչ ենք տեսնում, որ նախ իր հանրահավաքները տեղի են ունենում վարչական ռեսուրսի աննորմալ կիրառմամբ, այդ մարզային հանրահավաքները, որ անում է, ակնհայտ է, չէ, դրա բազմաթիվ փաստերն էլ կան։ Մանկապարտեզի տնօրեններ, դպրոցի ուսուցիչներ, համայնքապետարանի աշխատողներ, քաղաքծառայողներ, մի խոսքով, այսինքն զոռով մարդկանց բերում կանգնացնում են, ծափ են տալի, բայց թող իմանա այսօրվա իշխանությունը, որ պարզապես ատում են։ Այդ ծափի մեջ կա ատելություն, որովհետև իրենց աշխատանքը օրվա հացը չկորցնելու համար շատ-շատերը երբ որ ստիպված ներկա են լինում ՔՊ-ի հանրահավաքին, ես կարծում հունիսի 7-ին տեղամասում, երբ որ այդ քաղաքացիները կմնան իրենց խղճի առաջ եւ ազատ պայմաններում իրենց ընտրությունը կատարեն ու բնականաբար ոչ օրվա իշխանության օգտին։ Եվ ոչ ոք չի տեսնելու, թե իրենք ում են ընտրելու այլևս։ Դա ամենակարևորն է, արդեն օգտվելով նաեւ դիմում են մեր քաղաքացիներին, սուտ են ասում, որ կարող են ձեր ընտրությունը հսկել։ Դա պարզապես Նիկոլի եւ նրա ոհմակի հորինած սուտն է, որ հնարավոր է այսպես ասած կոնտրոլ ունենալ քաղաքացիների ընտրության վրա։ Մենք յուրաքանչյուր տեղամասում առավելագույն փորձելու ենք այդ թափանցիկ ազատ ընտրությունը ապահովել։ Ոչ միայն դիտորդներ մենք չենք ունենալու, բայց մենք յուրաքանչյուր ընտրատեղամասում ունենք 2 հանձնաժողովի անդամ, ունենք 2 վստահված անձ, ընդդիմադիր քաղաքական ուժերը եւս ունեն վստահված անձիկ, եւ այո, թող բոլորն էլ իմանան, որ այդ հարցում ընդդիմադիր իրական քաղաքական ուժերը համագործակցելու են նաեւ տեղամասում ընտրության օրինականությունը ապահովելու հարցում։ Պարոն Սաղաթելյան, միայն մայիս ամսին Նիկոլ Փաշինյանը 3 իրադարձություն է իրականացրել կամ մասնակից դարձել, դա Եվրոպայի քաղաքական գագաթնաժողովն էր, երկրորդը ԱՄՆ պետքարտուղարի կարճատև այցն էր եւ համաձայնագրի ստորագրումը եւ երրորդը Թրամփի բացահայտ աջակցություններ Նիկոլ Փաշինյանին։ Սրանք հաջորդական քայլեր են եւ նաեւ ինչու՞ չէ զորահանդեսը, որը նաեւ ընտրազանգվածին էր ուղղված հայ հասարակության։ 4 իրադարձություն, որն էր իշխանության հակընդդեմ քայլերը ընդդիմության համար ընտրազանգվածին ինչ-որ բան ցույց տալու համար։ Նախ թույլ տվեք հերթով անդրադառնալ ձեր ասած այդ իրադարձություններին։ Սկսենք վերջինից զորահանդեսից։ Այդ զորահանդեսը բանակի ոգին, մարտունակությունը բարձրացնելու համար չէր։ Դա նախընտրական զորահանդես էր։ Եվ ակնհայտ է այն իշխանությունը, որ ակնհայտ պարզ հայտարարում է, որ իր վերարտադրվելու դեպքում պատրաստ է Հայաստանից նոր տարածքային զիջումներ անել Ադրբեջանին, այդ ֆոնին հայկական բանակի զորահանդեսը այլևս կորցնում է իր արժեքը եւ նշանակությունը։ Մենք խորը հարգանքով ենք վերաբերվում, քիչ հետո ասեմ, խորը հարգանքով ենք վերաբերվում հայկական բանակին, զինվորներին, մեծապես կարևորում ենք ոչ միայն զորահանդեսները, այլ նաև զորավարժությունները, նոր սպառազինության ձեռքբերումը, բայց այս կապիտուլյանտ իշխանության համար բանակը այս նախընտրական շրջանում ընդամենը գործիք էր հանդիսանում մարդկանց խաբելու։ Թող մեր հանրությունը իմանա, սա այն իշխանությունն է, որ այդ զորահանդեսից առաջ իմիջիայլոց դա նաև հայտարարել է Ալիևից այդ թույլտվությունը ստանալու համար։ Ալիևը, ով Հայաստանի խառնում Հայաստանի ներքին գործերին ամենամանր հարցերին, է զորահանդեսի հետ կապված որևէ ձայն չհանեց, ինչի, որովհետև զորահանդեսից առաջ Նիկոլ Փաշինյանը հիմա վերադառնամ ձեր հարցին, շատ ուղիղ հայտարարեց, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որ պետք է վերադարձվեն։ Եթե շատերը ասում էին, այս ո՞նց կարա նախընտրական շրջանում, գոնե այս անգամ էլ խաբեր։ Ի սկզբանե հայտարարումը, որ հանձնում է, դա արել է 2 նպատակով. նախ Ալիևին հրապարակային խոստացել է, որ այդ թույլտվությունը ստանա, եւ երկրորդը Աստվածչյանի իր վերարտադրության դեպքում մեր ժողովրդին ասելու է, ես չեմ հանձնել, դուք եք հանձնել, որովհետեւ ես ասում էի, որ հանձնելու եմ ու դուք այդ հանձնելու մանդատը գնացիք ընտրատեղամաս ինձ տվեցիք։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին աջակցությանը Նիկոլ Փաշինյանի, ակնհայտ եւ Թրամփը եւ եվրոպական տարբեր կառույցներ, ղեկավարներ ուղիղ աջակցություն հայտնում են Նիկոլ Փաշինյանին, որովհետև ուզում են իրենց կամակատար խեղկատակը շարունակ իմանալ իշխանության եւ հայկական ու Հայաստանի շահերը սպասարկելու փոխարեն սպասարկի տարբեր միջազգային կենտրոնների շահեր։ Բայց ընդհանրապես մեր քաղաքացիներին ուզում եմ հիշեցնել, որ
Ընդհանրապես մի քանի շաբաթ առաջ նույն Վենսը մեկ այլ երկրի ղեկավարի իր աջակցությունը հայտնել էր Հունգարիայում ամեն ինչ արել են եւ տեսանք արդյունքում ինչ տեղ ունեցավ։ Մեր ճակատագիրը, ես ուզում եմ շատ հստակ լինի մեր քաղաքացիների համար, գտնվում է մեր ձեռքում։ Հայ ժողովրդի ճակատագիրը այսօր չի որոշվում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, ոչ էլ առավել եւս Բաքվում կամ Անկարայում, ոնց որ Նիկոլը ուզում է։ Որոշվում է Երևանում, Հայաստանում եւ գտնվում է Հայաստանի քաղաքացիների ձեռքին։ Հայաստանի քաղաքացին ընդամենը 1 շաբաթ հետո պետք է որոշի ինքը ցանկանում է փոփոխություն տեղի ունենալ, փոխվի երկրի քաղաքական ներքին եւ արտաքին կուրսը, երկրին բերվի կայունություն, թե այսպես պառակտված, նվաստացած նոր պատերազմի եւ կորուստների վտանգով շարունակի այս ընթացքը եւ այն իշխանությունը, ով իրեն բերել է մահ, ողբերգություն, կորուստ, դժբախտություն, հնարավորություն տա, որ դա շարունակի։ Սրա մեջ ընտրությունը եւ ես կարծում եմ մեր քաղաքացիները մեծամասնությունը առնվազն ունի այդ գիտակցությունը եւ այս կորուստների ամոթի նվաստացման շղթան հունիսի 7-ին կկտրի։ Աշխարհաքաղաքական մեկ այլ կենտրոն Ռուսաստանը խոչընդոտներ է ստեղծում հայկական ապրանքների արտահանման հարցում։ Մոսկվան դեսպանին Հայաստանում Ռուսաստանի դեսպանին հրավիրել է Մոսկվա Կոպերկինին։ Այս աջակցություն չի ընդդիմությանը։ Դա ընդդիմությանը աջակցություն չի, բայց դա շատ ուղիղ ուղերձ է մեր ժողովրդին, ինչ շատ ուղիղ կերպով, որ այս իշխանությունը եթե մնա, ինչ հետևանքներ են կունենալու։ Ես ուզում եմ մեր քաղաքացիները խորությամբ հասկանան եւ գիտակցեն, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրին մի շարք աղետներ բերելուց, կորուստներից, կյանքեր խլելուց հետո գնում է նոր արկածախնդրության։ Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական լուրջ մի քանի կենտրոնների բախման առարկա եւ սա հղի է մի շարք հետևանքներով ու սրա վնասը Նիկոլ Փաշինյանը չի կրելու։ Նիկոլը ինչ որ պահի թռնելու է կամ հայտնվելու է բանտում։ Իհարկե թույլ չենք տալու որ թռնի, բայց սրա հետևանքները շատ ծանր են նստելու մեր ժողովրդի վրա։ Մեր քաղաքացիները պետք է իմանան շատ հստակ հայտարարություն արվել, որ մինչև դեկտեմբեր ժամանակ է տրվել ու այն սահմանափակումներն էլ այս ընթացքում չի վերանալու, որտեվ ակնհայտ է, որ այս իշխանությունը փոխում է երկրի քաղաքական ամբողջ կուրսը, իսկ այս պարագայում նույն Ռուսաստանից, ԵԱՏՄ երկրներից ուղիղ հայտարարել են, որ խնդիր չկա, եթե գնում եք այդ ճանապարհով, գիտակցեք դրա հետևանքները։ Իսկ դա մեր տնտեսությունը կանգնեցնելու է ծանր կոլապսի առջև։ Մենք պետք է հասկանանք, որ դրանից հետո գազի համար 3 անգամ ավել ենք վճարելու։ Դուք չեք լսել, որ ասել է մենք կունենանք մեր սեփական գազը։ Դե տեսեք դրանից, այսինքն ոնց բնութագրեմ, էլի։ Ոնց բնութագրեմ։ Այս կարես երկորն հայտարարի, որ ատոմային զենք ունենք միջուկային։ Ասենք ոնց կարելի է այս մարդուն լուրջ վերաբերվել։ Հավանաբար իր գազը գյուղերում աթար պատի սրանից հետո փռեն ու վառեն այդ հասկացողությամբ, այսինքն պետք է հասկանանք, այո, գազը 3 անգամ թանկանալու է, էներգակիրները թանկանալու են, մեր գյուղատնտեսական ապրանքները այլևս ռուսական եւ միակ մեր շուկայում չեն վաճառվելու, հացահատիկի գինը թանկանալու, բայց ինչի համար։ Բա կարծախալքալը։ Ասեմ ինչի համար։ 5 տարի առաջ ու այս ընթացքում ինքը այդ մենք վճարում ենք հիմա Նիկոլ Փաշինյանի ընտրության գինը։ Ինչի, որովհետև իր գեղչկական շուստրությամբ Մոսկվային մի բան է խոստացել, Բրյուսելին մի բան, Վաշինգտոնին մի բան, Բաքվին ու Անկարային էլ լրիվ ուրիշ բան։ Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուրը իրեն տրված խոստումը պահանջում է, ու ինքը ստացել է աշխարհաքաղաքական ճողվածք։ Չի կարող Հայաստանը բավարարել բոլորին։ Հիմա ասում եմ դե տղա ջան, գնա կողմնորոշվի, իսկ այդ կողմնորոշման գինը վճարելու է մեր պետությունը, ժողովուրդը։ Երբ որ այս մասին մենք խոսում ենք, ասում են ռուսամետ եք։ Այստեղ պետք չի ռուսամետ լինել այդքան բանը հասկանալու եւ մեր հանրությանը զգուշացնելու համար։ Պետք է լինել հայամետ, ասել այդ վտանգները եւ կանխել, որպեսզի թույլ չտալ հերթական անգամ մեր երկիրը տանի մի հատ նոր ծանր արկածախնդրություն։ Պարոն Սաղաթելյան, բայց ինչու է Ռուսաստանը հիմա դա անում։ Հենց ընտրությունների նախաշեմին 1 շաբաթ առաջ այդ նույն հայտարարությունները, հապկին անդամակցության սառեցումը եւ այլն Փաշինյան արդեն 2 եւ ավելի տարի անում է։ Ինչու ընտրություններից 1 շաբաթ առաջ որոշվեց քննել Հայաստանում ԵԱՏՄ-ի հարցը։ Ես կարծում եմ այդ հարցի պատասխանն էլ ասացի, որովհետեւ հիմա
տեղ չեն թողում բոլոր կողմերից, նայեք այդ մարդու վարած քաղաքականությունը, էլի։ Առավոտյան հայտարարում է, որ ինչպես կարելի է հակադրվել, այդ այն ենք ասում, որ երկար ժամանակ մենք էինք ասում, շատ լուրջ դեմքով հայտարարում, ինչպես կարելի է հակադրվել կամ կոնֆլիկտի գնալ գերտերության հետ։ Այնուհետև հայտարարում, որ Վլադիմիր Պուտինը իրավակ ընկերն է, Իրանից շատ ոչ մեկ իր հետ հեռախոսով չի խոսել։ Երբեք ԵԱՏՄ-ից դուրս չեն գալու եւ այլ եւ այլ, դրանից կես ժամ հետո սկսում է լրիվ հակառակ հայտարարություններ անել։ Այսինքն այս մարդուն եկել է իր կողմնորոշման պահը, այլևս չեն թողում մանևրի եւ արդյունքում դեմքը առնվազն նրանց համար ում համար բարձ չէր բացահայտվել է ու ասում եմ նորից ներակաշում մի ծանր արկածախնդրության մեջ։ Սա իրենից պարունակում է շատ լուրջ վտանգներ։ Իմիջայլոց այս ճանապարհով անցել է եւ Վրաստանը, Սաակաշվիլու ժամանակ եւ տեսել ենք ինչով է վճարել։ Պարզապես այնտեղ հայտա տարածքային կորուստներով, ինչպիսի քաոսով, պարզապես այնտեղ ժողովուրդը կանխեց եւ չխորացավ։ Նույնը տեսնում ենք այդ ընթացքը Ուկրաինայում։ Այսինքն, երբ որ քո երկիրը դարձնում ես աշխարհակահաղական երկու կենտրոնների շահերի ազդեցության բախման կիզակետում ես կամ գործիք ես դարձնում այդտեղ, դրա համար վճարում ես։ Սա ամենավտանգավոր բանն է, որ կարող է սրանց վերարտադրման պարագայում տեղի ունենալ մեր հետ։ Եթե դուք լինեիք իշխանության, Զելենսկիին կհրավիրեիք Երևան։ Իհարկե ոչ։ Ինչ կարիք կար։ Իսկ ինչ կարիք կար այս իրավիճակում գալ Երևան։ Ինչ տվեց այդ հայտարարությունը մեզ, բացի թշնամանքից, բացի հարաբերությունների Հայաստանը եւ ուզում երբ ուզում հրավիրում է։ Այդ ինքնիշխանությունը, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի օրոք հենց կորցրել է իր ինքնիշխանությունը։ Երբ որ Բաքվից են թելադրում մեր նույնիսկ ներքին օրակարգը, սրա ինքնիշխանությունը որտեղ է։ Երբ որ Բաքվից ասում են գնացեք, փոխեք ձեր սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանը գալիս է հայտարարում է, որ պետքա փոխենք մեր սահմանադրությունը։ Որ մի թելադրանք ասում, երբ որ Բաքվից մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրենց կրոնական առաջնորդը հայտարարություն է անում, դրանից հետո Փաշինյանը սկսում է գործողություններ կատարել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Երբ որ ասում են ուրացեք ցեղասպանություն, ինքը շարունակում է դա կրկնել, հրաժարվել անկախության հռչակագրից։ Երբ որ ասում են գնա Մինսկի խումբը լուծարի, անմիջապես գնում եւ լուծարում է։ Էս է մեր հասկացած ինքնիշխանությունը։ Սա Նիկոլի պատկերացրած ինքնիշխանությունն է, որը թուրքական ազդեցությունը այսօր թուրք-ադրբեջանական մեր երկրում քաղաքական որոշումների վրա լրջագույն բան ունեն, ազդեցություն ունեն։ Դուք ինչպես եք անելու, որ այդ ազդեցությունը չլինի կամ թուլանա, կամ ինչու են թուրքերը եւ ադրբեջանցիները թույլ տալու ձեզ իրենց ազդեցությունը նվազեցնել։ Սա նվեր է, որ հայտնվել է իրենց ձեռքում։ Սա ունի մի շարք պայմանավորվածություններ գրավոր եւ բանավոր, որը հերթականությամբ իրականացվում է։ Նիկոլին հեռացնելով մենք նաեւ ազատվում ենք իր բոլոր բանավոր պայմանավորվածություններից, որտեղ ակնհայտ է, որ դա կա։ Ակնհայտ է, որ այս մարդը նաեւ գերի է։ Իրեն ազատելով ազատում են գերությունից մեր ժողովրդին։ Իսկ ինչի պետք է մենք կատարենք իրենց պահանջները։ Այդ պարագայում ասում է հատկապես դաշնակցությանը շատ ակնարկելով եւ երբեմն նաեւ ուղիղ ասելով, այդ պարագայում պատերազմ կլինի սեպտեմբերին։ Պատերազմ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը մնա։ Եթե ինքը գնա, ոչ միայն պատերազմ չի լինելու, այլ մենք կարողանալու ենք պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, մեր երկրի սահմանները եւ պաշտպանելու ենք հայ ժողովրդի հավաքական իրավունքները։ Փաստը հետեւյալն է. այդ մարդու կառավարման տարիներին 3 պատերազմ է տեղի ունեցել, երաշխավորված պարտությամբ, այսքան զոհերով։ Եթե այդ պատերազմը նույնիսկ անխուսափելի է, ուրեմն պետք է այդ ժամանակ Փաշինյանը չլինի Հայաստանի ղեկին, որովհետև այդ պարագայում երաշխավորված պարտություն եւ նոր զոհերը, այսինքն նոր զոհերից չեն կարող խուսափել։ Հետևաբար, իսկ ինչ վերաբերում է, որ իշխանափոխություն լինի, այսինքն ինչ քանի Ալիևը կա, Նիկոլը պետք է մնա, որ Հայաստանի վրա չարձակվեն։ Նիկոլ Փաշինյանն այդ հիմքերը ստեղծում հարձակվելու, երբ որ ինքը հայտարարում է, որ Հայաստանում կան Ադրբեջանի տարածքներ, որը պետք է վերադարձվեն, ինքը հիմք է տալի Ալիևին Հայաստանի վրա հարձակվելու համար։ Ինքը այս ամբողջ ընթացքում նաև մի շատ ուրիշ սերիկայություն, նոր մասշտաբի դավաճանություն է արել։ Փորձել է ամեն կերպ արդարացնել Ալիևի
Արցախի նկատմամբ գործած հանցագործությունները, լվանալով Ալիևի արյունոտ ձեռքերը, որովհետև ինքը Արցախի էթնիկ զտման համար անմիջական մեղսակից է։ Դա արել են եռյակով Ալիև, Էրդողան, Նիկոլ Փաշինյան։ Ես 1000 անգամ ասել եմ ու շարունակելու եմ կրկնել, ու իշխանափոխությունից հետո դա ակնհայտ է դառնալու բոլորի համար։ 23 թվականից մեկ շաբաթ առաջ, երբ որ ինքը հեռախոսազանգեր էր ունենում Էրդողանի հետ կարճ հաղորդագրության, որ հեռախոսազանգ է տեղի ունեցել, ամբողջությամբ եղել է պայմանավորվածություն։ Փաշինյան, Ալիև, Էրդողան պայմանավորվածություն Արցախը դատարկելու, էթնիկ զտման ենթարկելու, նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերի հանձնելու։ Սա ակնհայտ է ու նաև ինքը ստանձնել է պարտավորություն, որ որևէ աղմուկ չի անելու, Հայաստանը որևէ կերպ չի խառնվելու, Ադրբեջանը Հայաստանը իր ամբողջ սահմաններից, Վարդենեսից մինչև Ջերմուկ ու մնացած տեղերից իր զորքերը մոբիլիզացրել է Արցախում, ունենալով Նիկոլ Փաշինյանի երաշխիքը, որ Հայաստանը որևէ կերպ որևէ քայլ չի անելու եւ Արցախահայությանը թողելու է թշնամու երախում։ Ինքը մեղսակից է այդ ամեն ինչի համար ու հենց դրա համար նաև պետք է պատասխան տա։ Իսկ ինչու է Նիկոլ Փաշինյանն այդպես անում, ոնց դուք եք նկարագրում։ Որտեւ ինքը հակահայ է, ինքը հայ ժողովրդի հետ կապ չունի։ Ինքը ոնց հայտնվել է իշխանության, ինքը եւ իր էությամբ, իր գաղափարախոսությամբ, իր տեսակով, նաև այն ցանցի մեջ, որ գտնվում է ինքը կապ չունի հայ մարդու հետ։ Ինքը հայտնվել է մի տեղ, գիտակցաբար թե անգիտակցաբար, որից այլևս դուրս գալ, որ ցանկանալ չի կարող։ Դրա համար ինքը գնում վաբանկ, ինքը պատրաստ է Հայաստանից նոր տարածքներ տա, նոր զոհեր ունենանք, Երևանի փողոցներում կրկին կրակի մարդկանց վրա, մարդկանց ձերբակալի, եկեղեցի հոգևորականներից մինչև քաղաքական գործիչներ, երիտասարդներ իր իշխանությունը պահի, որտեղ ինքը այլևս այլընտրանք չունի։ Այս իրականություն է, այս չափազանցություն չի, սա իր 8 տարվա գործունեության հետագիծն։ Պարոն Սաղաթելյան, դուք ինչքան լսել եմ հրապարակային, երևի միակուշն եք, որ խոսել եք հետընտրական ինչ-որ պրոցեսի մասին եւ ասել եք, որ Ռոբերտ Քոչարյանն է ասել, որ եթե մեր ձայները գողացվեն, լինելու է հեղափոխություն։ Այո։ Շատ հստակ ենք ասել։ Ով փորձի մեր ժողովուրդ, եթե ընդդիմության միասնական քվեն ավելի լինի, մենք կոնկրետ մեր մասին չենք խոսում, ընդհանուր, եթե ընդդիմության միասնական քվեն ավելի լինի ու մենք կարծում ենք կլինի, Նիկոլ Փաշինյանը փորձի գողանալ ժողովրդի քվեն եւ հաշվի չնստել մեր ժողովրդի կամարտայության հետ ու փորձի փողոցային ուժային ճանապարհով երկրում պարետային ժամ հայտարարելով, ապօրինի գործողություններով, արտակարգ դրությամբ փորձի սահմանադրական կարգը տապալելով իշխանություն ձևավորել կամ իր իշխանությունը պահել, մենք կանգնելու ենք մեր ժողովրդի քվեի կողքին, պահելու ենք իր ձայնը եւ այո, մարդկանց հրավիրելու ենք փողոց երկրին սահմանադրական կարգը պահպանելու համար եւ թույլ չտալու, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իր ապօրինություններով անի հակառակ։ Մենք լինելու ենք այդ պարագայում լիարժեք օրենքի եւ սահմանադրության շրջանակներում, ինքը փորձելու է սահմանադրական կարգը տապալել, որը չպետք է թույլ տանք։ Սրա մասին է խոսքը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարում էր 50,000 մարդ բերեք փողոց, ես կգնամ։ Վերջին հայտարարությունը, եթե ճիշտ եմ հիշում, 3-ից 500, դուք կարողանաք այդքան մարդ անել փողոց, որպեսզի Թող ինքը դրա կեսը բերի, մենք դուրս գանք ընտրարշավից։ Թող 200,000 մարդ հավաքի, մենք դուրս գանք ընտրարշավից։ Եթե այդ ճանապարհը իհարկե չի կարող, Նիկոլ Փաշինյանը վաղուց կորցրել է աջակցությունը։ Բայց նա դրա վարպետն է նաև, չէ՞։ Էր անցել է, ինքը փողոցը կորցրել է այլևս։ Ինքը հանրային աջակցություն չունի։ Ինքը հենված է, ունի մի ընտրազանգված, որին կարողանում է մոբիլիզացնել իրենց ագրեսիայով, ատելությամբ։ Դրան գումարվում է պետական վարչական ռեսուրսը, ուժային կառույցները։ Ինքը այլևս կորցրել է այն հանրային, որ sense ճտտներ փողոցում մարդիկ հավաքվեին, մարդիկ ուզենային գնալ, իրեն լսել եւ այլ չկա տենց բան։ Ինքը
բոլոր տարիների իշխանությունների առատավոր բարքերը հավաքել sense միավորել է։ Ինքը գիտեք ինչքան է կտրվի արդեն վաղուց այն ժողովրդից բանը դիրա գրեհիկ սրտիկները այդ ատելության նշան է, ինքը կապը կորցրել է։ Ինքը իմիջիալոց ասեմ նաև իր քաղաքացիական պայմանագիրը ժողովրդի հետ վաղուց խզվել է։ Ինքը այսօր ունի մի պայմանագիր Ալիևի հետ։ Եթե դուք նայեք ԿՊ-ի նախընտրական խոստումները, կտեսնենք, որ դա մեր ժողովրդի հետ կապ չունի։ Օրինակ, երբ որ ասում եմ ընտրվեմ տարածքներ հանձնեմ, ընտրվեմ սահմանադրություն փոխեմ, սև սպիտակի վրա գրում ընտրվեմ հարձակվեմ հայ առաքելական եկեղեցու վրա, ընտրվեմ ցեղասպանությունը ուրանամ, այդտեղ մեր ժողովուրդը որտեղ է իր խոստումները ուղղված Ալիևին։ Այս թեման շատ են կարևորում մենք, որովհետև սա եւս ազգային անվտանգության սպառնալիք։ Տեսեք, իր իշխանության տարիներին ինքը բոլոր տեղերում ձախողել է, տապալման մի հատ հետագիծ ունի։ Բայց մի քանի ուղղություններ կան, որտեղ շատ կտրուկ երկնիշ ցուցանիշներ ունի։ Առաջինը խաղամոլությունն է։ Խաղամոլությունը մեր երկրում ահռելի ծավալների է հասել։ Նիկոլ Փաշինյանը կազինոն մցրել է յուրաքանչյուր հայ ընտանիք եւ դա լուրջ դժբախտությունների, ընտանիքների քայքայման, երիտասարդների կործանման պատճառ է հանդիսանում։ Մի թիվ ասեմ, 2018-ին խաղադրույքների ծավալը 1 միլիարդ դոլար էր, այսօր 20 միլիարդ դոլար։ 20 անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին խաղամոլությունը մեր երկրում պետական բյուջեից շատ։ Հասկանում եք։ Այս խայտառակությունը մենք օրինակ շատ հստակ ասում ենք, այս on-line խաղատները, on-line կազինոների գործունեությունը մեր երկրում պետք է սահմանափակվի, որովհետև սա լուրջ խնդրեմ է։ Հաջորդը թմրամոլությունը։ Պաշտոնական տվյալներով 15%, բայց իրականում ահռելի ծավալների են հասել, որովհետև թմրամոլության տարածումը, օգտագործումը Հայաստանում ունի պետական հովանավորչություն։ Հակառակ պարագայում ինքը չէր կարող այս ծավալները ունենալ։ Սա կրկին սպառնալիք է մեր հանրության համար։ Մենք գիտենք, որ արդեն դպրոցներում նման երևույթներ կան։ Սա սպառնալիք է ուղիղ։ Այստեղ է եւս աճ ունեցել հանցագործությունների ծավալը։ 66%-ով սպանությունների թիվը ավելացել է, 80%-ով ընդհանուր հանցագործությունների թիվը։ Մենք ամեն օր տեսնում ենք, որ մարդիկ փողոցում վեսպրիձելա իրար կարակում են։ Ինչի, որովհետև ուժային կառույցները զբաղված են ընդդիմադիր գործիչներով, քաղաքական կուսակցություններով։ Իրական հանցագործները այսօր շատ իրենց ազատ ու լավ են զգում, քան որևէ իշխանության օրոք։ Դատական վճիռները վերցրեք նայեք, պարզ հայտարարությունների համար մարդկանց տանում ազատազրկում են, ու ինչ հանցագործություններ կարա տարած մարդիկ ազատության մեջ են։ Իդեպ ձեր ու մի ցուցանիշ էլ ունի, ասեմ ու անդրադառնամ ձեր հարցին, 7.5 միլիարդով ավելացրել է պետական պարկ։ Նիկոլ Փաշինյանի հաջողությունը 8 տարվա այդ 4 ոլորտներն են, որտեղ երկնիշ, քառանիշ թվերը արձանագրել։ Բայց իրենք այլ բաներ են թվարկում։ Դպրոցաշինություն, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չի կառուցվել, առողջապահության համակարգ ապահովագրություն, իհարկե 149 միլիոն եվրո պարտք ենք վերցրել դրա համար եւ աշխատողները վճարում են, բայց այնուամենայնիվ ձեր կուսակցական ընկերոջ խափանման միջոցն է փոխվել Արտուր Սարգսյանի եւ տեսակցությունների արգելքն է հանվել եւ ոչ թե տնային կալանքը։ Ինչպես անցավ իր հայրենի Սիսիանում։ Շատ լավ անցավ, ի պատիվ Սիսիանի արժանապատիվ ժողովրդի, իմ ընկերոջ Արտուր Սարգսյանի, իր անգերների, հարազատների ու մեր համակիրների շատ ջերմ, նույնիսկ իր բացակայության պայմաններում շատ ջերմ, լավ, պայքարի մթնոլորտում տեղի ունեցել ու ես մենք տեսնում ենք այդում նաև եթե Սյունիքի որոշ հատվածում որոշները համակերպվել են, հաշտվել են այլևս այս իրավիճակին, ի պատիվ իրենց կանգնած են եւ պայքարելու են եւ նույնիսկ Արտուր Սարգսյանին ազատազրկելը չի ազդելու մեր ընդհանուր գործի վրա, որովհետեւ կա թիմ, կա հարազատություն, կա հասկացողություն ստեղծված իրավիճակից դուրս գալու, հաղթահարելու եւ պայքարելու համար։ Եթե դուք լինեք իշխանություն, հա, Նիկոլ Փաշինյանը լինի ընդդիմադիր։ Ահա։ Ինչ է լինելու մեզ։ Գնալու է այդպես խորհրդարանը ձևավորվելու է եւ նորմալ շարժվելու ենք առաջ։ Գիտեք, առաջի բանը, որ մենք շատ ուղիղ ասել ենք, մեր երկրին չարիք, դժբախտություն, մահ, պատերազմ բերած իշխանության գործունեությունը պետք է ամենախիստ կերպով
քննվի եւ իրենք պետք է պատասխան տանք։ Պատասխան տան իրենց արած յուրաքանչյուր քայլի համար։ Ես ընդհանրապես մի հանգամանք ասեմ։ Պատերազմից հետո հանրությանը խոստացան, որ ստեղծում են ազգային ժողովում քննիչ հանձնաժողով, որը պետք է քննի պատերազմի հետևանքները, պատճառները եւ հանրությանը լիարժեք բացատրություն տա, ինչա տեղի ունեցել։ 5 տարի մարդկանց խաբելուց հետո ամեն աշուն գարուն ասեցին, հեսա կտեսնեք ինչ ենք անում, ինչեր ենք բացահայտում եւ այլ եւ այլ, նույնիսկ ազգային ժողովում պաշտոնական զեկույց 5 տարի ուսումնասիրել չկա, նույնիսկ ԿՊԱ-կաններ այդ փաստաթղթի տակ չստորագրեցին վերջում։ Իսկ արդյոք մեր հանրությունը իրավունք չուներ հասկանալ այս ամեն ինչ տեղի ունեցավ, ովքեր էին մեղավորները, ովքեր էին պատասխանատուները, ինչի 5 միլիարդի զենք թողեցին Ալիևին, ինչի նախորդ այդ պատրաստությունները չէին տեսել, արդյոք Նիկոլ Փաշինյանը 20 թվականի սեպտեմբերի 25-ին գիտեր պատերազմա լինելու, իսկ եթե գիտեր, ինչի զորքին համապատասխան հրահանգավորում չէր արվել, զորահավաքը ինչի այդպես կազմակերպվեց, բազմաթիվ հարցեր։ Մեր հանրությունը գիտի սրա պատասխանը։ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Փաշինյանը հարցազրույց էր տվել հանրային հեռուստաընկերությանը եւ ասում էր այնպիսի հայտարարություն է մարել, որ Բաքուն ներսից պայթելու է, չհրապարակվեց։ Իսկ հարցազրույցը չտեսեն։ Չգիտեմ, որտեղ դրանից քանի ժամ հետո իրեն զեկուցվել էր, որ վաղը չեմ իսօր առավոտյան պատերազմը սկսվելու։ Ինքը տեղյակ էր։ Պաշտպանության նախարարը Հայաստանում չէր։ Այո։ Իսկ Արցախում առաջին գիծ կանգնած զինվորը հրամանատարությունը պատրաստ չէր այդ հարձակմանը։ Իսկ քաղաքական ղեկավարությանը զեկուցվել այդ պատերազմի սկսման մասին, բայց զորքը տեղյակ չի եղել, ինչի։ Գիտեք, ինչքան հարցեր կա, որի պատասխանները պետքա տան։ Ցավոք, չգիտեմ, այդ իրավիճակը կփոխի, այդ հարցերի պատասխան տան։ Գիտեք, դա անհրաժեշտ է, որ մեր հասարակությունը իմանա։ Մեր հասարակությունը պետք է իմանա։ Պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք տասնյակ հարյուրավոր հերոսական դասագրքային, այսինքն որ այլ ժողովուրդներ գուցե դա չունեն, հերոսական էջեր, երիտասարդներ, որ մինչև վերջի փամփուշտը պայել են իրենց երկիրը, զոհվել են հայրենիքի համար, դուք մի նման դրվագ, մի նման պատմության ծանոթ եք այս 5 տարվա մեջ։ Ոնց կարելի է անընդհատ ստորացնել, ասել չեք կռվել, փախել եք, հայկան բանակ չի եղել, դասալիք են եղել, ինչի անում, որ կոտրի հասարակությանը, որ դուք դե փախնող, դասալիք, հայրենիք չսիրող ինչ-որ մի հատ ժողովուրդ եք եղել։ Բայց իրականում այդ ձև չի եղել, մարդիկ վայնկոմատների դիմաց հերթ են կանգնել, գնացել են առաջնագիծ, բայց քաոսի, բարդակի, անիշխանության, անհետևողականության արդյունքում տարեմարդկանց կոտորել են։ Հիմա այս հարցերի պատասխանը մեր հանրությունը պետք է իմանա։ Եվ այո, այս մեղավորները պետք է պատժվեն։ Սա պետության համար է շատ կարևոր, որ սրանից 50-100 տարի հետո նման դեպքեր չկրկնվեն։ Իհարկե պետք է պատասխան տան։ Նոր ձևավորվող իշխանությունը ԿՊ-ի այս սատանաների ոհմակին դրա համար ենթարկելու է պատասխանատվության։ Այստեղ մի բան էլ ձեզ ավելացնեմ, որ հաճախ իրենք փորձում են ասել, որ սա տարածվում է բոլորի վրա, որ այս իշխանությունը քվեարկել է, քաղծառայողների վրա, ոստիկանության, քննչական, ոչ։ Խոսքը վերաբերում է ԿՊ-ի այդ ոհմակին եւ նրանց ում ձեռքերը արյունոտ։ Մնացած պետական կառավարման համակարգի աշխատողները, քաղծառայողները, ԿՊ ընտրողները, չգիտեմ, մեր քաղաքացիներն են, ամեն ինչով պաշտպանված են եւ նրանց հետ մենք բնականաբար որևէ հարց չունենք, ընդհակառակ երկրում պետք է վերականգնվի միասնականության եւ համերաշխության մթնոլորտը եւ մենք ամեն ինչ անելու ենք նաեւ դրա համար։ Պարոն Սաղաթելյան, դուք թվարկում եք մի շարք բացասական ամեն ինչ բոլոր ոլորտներում։ Եվ հիմա պատկերացրեք, որ դուք կրկին լինեք ընդդիմադիր։ Ձեր նախորդ ելույթը շրջանառում է, մինչև հիմա որ դուք ասել եք ընդդիմադիր լինելու պարագայում մանդատը չեմ վերցնի, հիմա հունիսի 7-ից հետո ինչ եք լինելու, եթե Ես բան չեմ ասել, ուրիշ ձև եմ ասել։ Հիմա դուք ավելի հստակ կմեջբերեք ձեր խոսքը։ Եթե իշխանությունը մնա Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր որոշակի խմբակցություններ փոխվեն խորհրդարանում, կրկին ինչ է սպասվում։ Նախ այն թեմայի հետ կապված, որ նաև շարքում է, խնդիրը եղել է հետևյալը։ Դիմադրության ցույցերի ժամանակ ինձ հարցրել են, եթե լինի օրինական ընտրություններ տեղի ունենա, հնարավորություն կա, որ կընտրվի։ Ես ասել եմ, չեմ պատկերացնում դա, եթե օրինական ընտրությունների միջոցով ինքը ընտրվի, մենք քաղաքականության մեջ անելիք չունենք։ Ես հիմա էլ եմ պնդում, այն ժամանակ էլ եմ ասել,
ինքը 21 թվականին այդ ընտրությունները իրական արդյունքները չեն եղել ու լրիվ ուրիշ պայմաններ ա եղել, սրանով է պայմանավորված եղել։ Ինչ կլինի հաջորդ այս ընտրություններին, մենք ինչ որոշում կկայացնենք, ինչպիսի քաղաքական դասավորություն կլինի, դա ընթացքը ցույց կտա։ Մենք ստեղ ոչ մանդատից կարճելու խնդիր ունենք, ոչ էլ դա մեր համար ընդհանրապես կյանքի նպատակ է։ Մենք մի քանի անգամ ասել ենք, նույնիսկ ընդդիմադիր որևէ ուժի շատ մեծ հաջողություն առ ոչինչ է, եթե ընդհանուր ընդդիմությունը միասնական կերպով չի կարողանում հաղթել եւ հեռացնել այս չարիքի իշխանությանը։ Հետևաբար ինչ ընթացք կլինի, ինչպիսի որոշում կկայացնենք, այսպես ասած այդ երկրորդ պարագայում, եթե իշխանություն չկարողանանք ձևավորել, դա ընթացք եւ ժամանակը ցույց կտա։ Հիմա մենք մեր բոլոր ջանքերը ուղղում ենք այս չարիքից ազատվելու համար։ Իհարկե, եթե սա վերարտադրվի, Հայաստանում ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլ առհասարակ քաղաքական գործունեությամբ, քաղաքականությամբ զբաղվելը, քաղաքական կուսակցությունների գործունեությունը սա փորձելու է սահմանափակել։ Այս իշխանությունը, որ անընդհատ խոսում է ժողովրդավարության մասին, ինքը ժողովրդավարության թշնամին է։ Ակնհայտ է, չէ՞ սրա ձեռակիրը, եթե սա ձեռը ճարելներ, որևէ ընդդիմադիր ուժ չէր թողի մի ժամ, եթե իրեն ծառայող չի, այն որ ունի իր շրջանակներում, մի ժամ չէր թողի ազատության մեջ մնային։ Այս ընթացքում ինչ կարողացել արել է, բայց բոլորին չի կարողացել ազատվել, որովհետև այո, երկրում ի պատիվ արժանապատիվ մի շարք մեր հայրենակիցների եղել է դիմադրություն, եւ սա փորձում է նաեւ սրանով այդ դիմադրության վերջնական օջախները ոչնչացնել։ Մի խոսքով հետընտրական ընտրություններից հետո ինչ սցենարով զարգացումներ տեղի կունենան, մենք պատկերացում ունենք բոլոր սցենարների մասին, կհասկանանք դասավորությունը եւ ըստ դրա որոշում կկայացնենք, բայց այս պահին մենք հավատում ենք մեր միասնական հաղթանակին, ամեն ինչ արել ենք եւ անելու ենք դրա համար ու նաեւ առիթից օգտվելու մեկ անգամ եւս կոչ եմ անում մեր քաղաքացիներին լինել առավելագույնը ակտիվ։ Եվ միանգամից ասեք նաեւ թե ինչու պետք է ընտրեն Հայաստան դաշինքին։ Հայաստան դաշինքին պետք է ընտրեն, որովհետև Հայաստան դաշինքը ընտրություններին մասնակցող ամենաքաղաքական, ամենափորձառու թիմն է, որը ունի ծրագիր եւ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ոչ միայն ծրագիր, թիմ, կամք, վճռականություն ու փորձառություն։ Իսկ ինչի պետք է մերժել այս իշխանությանը, որ Հայաստանը մնա հայկական, լինի հայկական պետություն, հակառակ պարագայում Հայաստանը Նիկոլ Փաշինյանի օրոք եւս 5 տարի ինքը հայկական պետություն չի լինելու, որովհետեւ ոնց որ Ադրբեջանը, Թուրքիան, ոնց էլ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի ողջ մնացած հայի հետ, հայկական ինքնության հետ։ Դες հաջողվելու է գերիներին հետ բերել Բաքվի բանտից։ Ինչու պետք է այլևս դրան համաձայն։ Որովհետեւ տեսեք, պետությունը այս հարցով չի զբաղվում։ Ես դեռ նաեւ ավելի ներքին բան կարող եմ ասել։ Մեր հայդատի գրասենյակները, Դաշնակցությունը ամբողջ աշխարհում ունի կառույցներ, ունի հնարավորություն, լոբիստական գրասենյակներ, ազդեցություն ունենալու եւ այս հարցով զբաղվելու համար։ Մենք ամեն անգամ գալի հանդիպում ենք այն պատին։ Այո, երբ որ ասում են, եթե ձեր պետությունը այս հարցը չի բարձրացնում, եթե ձեր պետությունը հետևողական չի, դու գիտեք, քանի դեպք ա եղել միջազգային տարբեր հարթակներում, երբ որ ընդդիմադիր պատգամավորը առաջարկել է օրինակ ԵԱԿ-ում տեքստ ավելացնել Բաքվում գտնվող ռազմագերիների ազատ արձակման, ԿՊԱ-ական պատգամավորները մոտեցել ասել են, մենք սրան օքեյ չենք։ Պատկերացնում եք, այսինքն երբ որ պետությունը չի հետապնդում այդ խնդիրը, դու որքան էլ ազդեցիկ լինես, հաջողություն չես կարող հասնել։ COP29-ը երբ որ տեղի էր ունենում Բաքվում, մենք ամբողջ աշխարհում մի արշավ էինք սկսել, որտեղ այդ միջազգային կարևոր խորհրդաժողով երբ որ Բաքվում էր, դա լավ հնարավորություն էր ազդեցություն ունենալու եւ այդ գերիներին բաց թողելու, որտեղ եթե բռնապետական երկրում տեղի ունենում նման համաշխարհային ֆորում, դա լավ հնարավորություն էր։ Մենք ամեն ինչ արեցինք, բայց պետությունը կրկին արգելք հանդիսացավ։ Իհարկե հնարավոր է։ Շատ լավ, պարոն Սաղաթելյան, շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն էր։